Ուսների հետքերով Անցնենք փորձություններ Հսով հետքերով բարձրացնենք Մոտ չգաք ասում եմ, մոտ չգաք Սոցիալական միջատներ Չնայած անհատական սահմանափակունակություններին գագութը գործում է որպես մի ամբողջ միավոր Մի շարք անհատներ համագործակցում են միմյանց հետ, փոխանցում են տեղեկություն և գիտելիք, ավելի արդյունավետ որոշումներ կայացնելու ու խնդիրներ լուծելու համար Նման օրինակ միջատներ են օրինակ մեղուները Դավիթ, բայց կա հավանականություն, որ սխալվել ես։ Չէ, ոչ, հաստատ էստեղ է Խելագար է։ Հիշեցիք ինձ Արմեն Նախ պարոն Արմեն, որտեղ եք Դավիթ ջան, հիմա ձեր սեսիայի ժամն է Հա, մոռացել էի քեզ ասեի, այսօր չեմ գալու Բայց փողը կտամ Էս անվճար է Դավիթ ջան, ես տեսնեմ հիմա ում է հարմար ժամը կփոխեմ, իսկ դու ժամանակ գտի ու արի Չէ, չեմ գալու Բա որ ասում էի կթողնեմ կգնամ հայոց լեռներ, դժվար լեռներ, նոր կիմանաք Դավիթ ովա ձեզ համար չէիք լսում Դավիթ, չբորբոքվես։ Տես, համ նեղանում ես, որ ընկերներդ քեզ մենակ են թողել։ Համ էլ կանչում են չես գնի։ Դե բայց կանչում են, երբ որ պետք է Հա, բայց իրանք էլ քեզ են պետք, չէ։ Դե հա Գործնական է պետք մտածել, Դավիթ։ Ծառայություն ծառայության դիմաց։ Լավ մի նեղվի։ Արի գնանք, արի։ Կարևոր չի որ սխալ փորես։ Կարևորը հետո ճիշտ տեղը գտնես։ Ես քայլում եմ անտարբեր հայացքներով լի փողոցով եւ տեսնում եմ մի զառամյալ տատիկ, ով լվացք փռելիս սայթակել եւ մի ձեռքով 10-րդ հարկի պատշգամբից վերջին ուժերով պայքարում է կյանքի համար եւ գոռում. Օգնեցե։ Ես արագ ու կազմակերպված բատուտ եմ փռում տատիկի ուղղությամբ եւ ասում. Բաց թող ձեռքդ։ Ես քեզ կօգնեմ։ Տատիկը մտածելով, որ Աստված լսեց իրեն, բաց է թողնում ձեռքը։ Ընկնում է բատուտի վրա եւ փրկվում ու տեսնում է ինձ։ Սկսում է աստվածացնել, դե ես համեստաբար ջուր եմ մեկնում նրան, հավաքում եմ բատուտս ու քայլում դեպի մայրը։ Նա քեզ մոտ որտեղից հայտնվեց բատուտ ու արդյոք 10-րդ հարկից բատուտի վրա ընկնելը անվնաս միջոց է։ Հա, բա ոնց փրկենք 10-րդ հարկից մի ձեռքով կախված տատիկների։ Նախ սկսենք սկզբից։ Միջին վիճակագրական տատիկը մի ձեռքով երկար կախված չի կարող մնալ։ Երկու ձեռքով։ Նույնիսկ եթե երևակայական կախված տատիկը ունենա 3 ձեռք, նա միևնույն է շարունակում է մնալ տատիկ։ Բա ինչ անենք կախված տատիկներին փրկելու համար։ Մագրցել սովորի։ Ճիշտ է։ Ողբերս պարոն Արմեն, դու միշտ ինձ օգնում ես։ Գործեր չենք վերջացրել, ինձ քո անձնական կյանքն է հետաքրքիր։ Ամեն ինչ կարգավորվել է։ Դե լավ, հա դու էլ անձնական կյանք։ Հաշտվել եք։ Չէ, ընդհակառակը։ Ես գնացի։ Չէ գոր։ Կպատմես թեթևանաս։ Իսկ ով է ասել, որ թեթևանալը միշտ լավ է, կարող է մեկ-մեկ պետքա ծանր մնալ։ Շահանե, վաղուց ես էստեղ։ Հա, չէի ուզում քեզ խանգարել, դե բայց փոշուց փրշտացի։ Առավոտից մաքրում եմ, անընդհատ փոշի եմ նստում։
Գիրք է կարդում, մտքերով է եկել։ Հիմա կմաքրեմ։ Աննա, նստիր։ Հիմա կմաքրեմ։ Աննա, նստիր։ Ինչ է եղել։ Աննա, Ես գնամ։ Ինչի։ Դե կարող է ինչ-որ մեկին փրկելու կարիք կա, ես էլ այստեղ կանգնած եմ։ Գորջան, քանի դու դեռ այստեղ կանգնած ես, բոլորը ապահով են։ Քո ասածն է։ Դե արի մենք էլ գնանք, համ էլ սեսիայի ժամից ուշացել ենք։ Ախպեր, ես պայման ունեմ։ Ես դες ինչով կարողանում օգնում եմ։ Աննային օգնում եմ մեջքսա ցավում։ Քեզ օգնում եմ գլուխս, գորին էլ օգնում եմ հոգիս։ Դե Մարիին էլ օգնելու բան չկա։ Եվ այն, որ ես ձեր Սիմոն տար Սիմոն բերը չեմ։ Հերիք եղավ, բոլ եղավ։ Արի գնանք սեսիայի ժամանակ սիրտդ կբացես։ Ես քո սեսիաներին պարտաճանաչ կմասնակցեմ այն ժամանակ, երբ որ դու ինձ օգնես գտնել կենաց ծառի պատկերի մասունքները։ Ինչ ա եղել։ Ես որոշել եմ դառնալ հնագետ։ Գնացինք։ ինչ է եղել Աննա, կիսվիր ինձ հետ։ Չգիտեմ, ես անընդհատ քո ասած գրքերն եմ կարդում, նոր բաներ եմ սովորում։ Իսկ Գորն ու մյուսներն էլ Մի րոպե, արի իրար ճիշտ հասկանանք։ Շատ գրքեր կարդալ չի նշանակում մյուսներից լավը լինել։ հա բայց մյուսների հետ խոսալու թեմա չի մնացել, ամեն մեկը իր գործով է զբաղված։ Աննա, դու ապագա ուսուցչուհի ես, դու երեխաների հոգեբանությունը պետք է լավ հասկանաս։ Բայց հոգեբանությունը Արմենի ուղղությունն է։ Բայց դա չի նշանակում, որ դու չպետք է հոգեբանություն ուսումնասիրես կամ Արմենը գրականություն կարդա։ Ավելին, դուք պետք է խնդրեք Գորին, որպեսզի նա ձեզ առաջին բուժօգնության հմտություններ սովորեցնի։ Բա Մարիային ու Դավիթին ոնց ներգրավենք։ Կանչեք կգան, ու նա ինչ հարցեր ես տալիս։ Բայց տես, դասերիցդ հետ չընկնես։ Երբ որոշումը կայացվում է ձանձրույթից, այն վաղ թե ուշ պատժվում է։ Բայց այն ժամանակ մենք դա չէինք գիտակցում։ Հնագետը ժամանակի հետ խոսող մարդը հասկանում ես։ Նա պարզապես քարեր ու իրեր չի անում հողիտակից, այլ մարդկության հիշողությունը։ Նրա գործը սուր մտքի համբերության ու մեծ պատասխանատվության համադրություն է, որովհետև ամեն մի գտածո կամուրջա անցյալի ու ներկայի միջև։ Ինչու ես որոշել անցյալի ու ներկայի միջև կապ փնտրել։ Էդի սկսվեց։ Դավիթ ջան, ես քո ընտրության բուն պատճառն եմ ուզում հասկանալ։ Օնիկն է ինձ ոգեշնչել։ Մենակով համբերատար լուր փնտրում է մի բան, որը թաղված է հազարամյակների փոշու տակ։ Քեզ մենությունն ա գրավել։ Չէ, ախպեր, այն հազարամյակների փոշու տակ թաղված է։ Հետո ամեն ինչ այդքան էլ հեշտ չի։ Պատմությունա պետք կարդալ, փաստեր համադրել, գնալ, փորել, չգտնել, բայց չընկճվել ու էլի փնտրել։ Օնիկն է սովորացրել։ ով ա Օնիկը։ Ասեցի, վարպետս։ Լավ Դավիթ, արի թեման փոխենք։ Ինչից կուզես խոսենք, գուցե խոսենք անձնական կյանքից։ Չէ, ինչ անձնական կյանք։ Դու չունես անձնական կյանք։ Ինչ ես կյանք ունեմ, որ անձնական չի։ Ես այդ հարցի շուրջ կմտածեմ։ Դե մտածի, Արմեն ջան, մտածի։ Դե անձնական կյանք ասելով ես նկատի ունեմ, որ ընտանեկան չի, գործնական չի, ուսումնական չի, անձնական է էլի։ Արմեն ջան, ինչ ես ուզում, ուղիղ ասա։ Ռոմանտիկ դրվագներ, Դավիթ։ Չէ, Արմեն ջան, ինչ ռոմանտիկ դրվագներ, ժամանակ չունեմ։ Հազիվ գործերս եմ հասցնում։ Կարող է կա, բայց դու չես նկատում։ Եթե չեմ նկատում, ուրեմն չկա։ Կարող է դու չես նկատում։ Ինչ ես ուզում, ուղիղ ասա։ Չեմ կարող ասեմ, մասնագիտական գաղտնիք է։ Այսինքն, Այս բոլորը կարդալու ես։ Արտագրելու եմ։ Ինձ թվում էր համացանցից կգտնես։ Ինձ էլ էր թվում։ Արտագրում եմ։ Նայ։ Մարիա։ Ես Դավիթի բանականությունն եմ գեներացրել, հետո անցնելու եմ քոնին, ուղղակի որոշեցի հեշտից սկսեմ։ Հա, դե ես չել մտածում որ հետս կիսվելու ես։ Շնորհակալ եմ օգնության համար։ Չգիտեմ Մարիա ջան, Շահանեն ասում է որ պետքա սկսենք համագործակցել, որ լավ արդյունքների հասնենք, բայց չգիտեմ ոնց ենք անելու։ Դու գալու ես առաջի բուժօգնության դասին։ Հա։ Հասկացա։ Էս ինչ մեղուներ են։ այս մեր տեղը գտնելու բանալին է։ Ու ոնց են ես կարդում։ Ասացի չգիտեմ։ Դավիթ ջան, հնագետը դու ես։ Բա որ դու չգիտես, ով իմանա։ Ես դեռ նոր եմ սկսել։ Օնիկից հարցրու։
Ունիկն է ինձ հարցրել, ասեմ ավելին, ես եմ իրեն հուշել, որ առաջի մասունքը գտնենք։ Ոնց կարաս դու քո ուսուցչից շատ բան հասկանաս։ Հիմա օգնելու ես թե չէ։ Հա, խոստացել եմ կօգնեմ, բայց ինձ ժամանակ ա պետք։ Լավ, քանի գործնական չենք խոսում, քեզ մի հատ հարց տամ։ Այդ ռոմանտիկան ինչ է նշանակում։ Դավիթ ջան, աչքերդ լայն բաց։ Գուցե երջանկությունը ոչ թե անցյալի փոշու տակ ա թաքնված, այլ թվային աշխարհում։ Ես քո ասածները չեմ հասկանում, որ մնացած մագաղաթը։ Լավ, արի դու մտածի, ես գնամ թիմը հավաքեմ։ Հին ժամանակների պես։ Թիմային թերապիան կարա հետաքրքիր լինի։ Ինչ է քեզ համար գրականությունը որպես երևույթ։ Գրականությունը մարդու ներքին կյանքի արտացոլումն է լեզվի միջոցով։ Այն թույլ է տալիս անկախ ժամանակից ու տարածքից զգալ ուրիշի ցավը, սերը կամ պայքարը։ Ինչով է հայ գրականությունն առանձնանում համաշխարհային գրականության համատեքստում։ Այն ձևավորվել է գոյատևման տարիներին, ուստի հաճախ գրում է ինքնության պահպանման, հավատքի եւ հիշողության ծանր պատասխանատվությունը։ Որ հեղինակն է քեզ համար ամբողջական արտահայտում հայ մարդու հոգեբանությունը։ Հովհաննես Թումանյանը։ Նրա գործերում համադրված են պարզությունը, խոր իմաստն ու բարոյական հավասարակշռությունը։ Կարելի է ասել, որ գրականությունը դաստիարակում է։ Այո, բայց ոչ ուղիղ հրահանգներով։ Այն սովորեցնում է հարցեր տալ, ոչ թե պատրաստի պատասխաններ փնտրել։ Եթե մեկ բառով, մեկ նախադասությամբ սահմանես լավ գրական գործը, ինչպես կձևակերպես։ Ընթերցածդ լավ գրական գործը կարող է փոխել քեզ։ Կեցես։ Ես մասամբ ձեր հաջողություններից ոգեշնչված ուզում եմ ասեմ։ Ո՞նց ես, Դավիթ։ Լավ, ուզում եմ ասեմ, Արի։ ես գործով եմ եկել։ Ես այսքան ժամանակ ձեզ օգնել եմ, գրքեր եմ քաշ տվել, փոշի մաքրել, պահարաններ հրել, իսկ հիմա դուք ինձ պետք է օգնեք։ Ինչու՞։ Ես ուզում եմ դառնալ հնագետ։ Օ, հրաշալի ընտրություն։ Եվ ինչով կարող են քեզ օգնել։ Շահանեք ուրիկ, որ դուք չխանգարեք, Աննան կօգնի։ Ես վիրավորված եմ, Դավիթ։ Ախ, շահանեք ուրիկ, ճիշտ եմ ասում, բայց Միշտ չի, որ պետքա ճիշտն ասել։ ոնց որ կասել պարոն Արմենը, ինչևէ։ Լավ, դու հիմա ինձ պետք է օգնես ինձ։ Հայր ենք բացատրես։ Մարիա ջան, դու ինձ պետք է օգնես այդ կենաց ծառի պատկերի մասունքները գտնեմ։ Այդ իմ ապագայի հարցն է, հասկանում ես։ Ու առանց ձեզ չեմ կարող գտնեմ։ Ձեր օգնությունն է պետք ու մանավանդ քո։ Ես քո համար ամեն ինչ կանեմ։ Կօգնես։ Իհարկե։ Հաստատ։ Հա, Գոր, ես չեմ հասկանում, քեզ օգնելու համար անվտանգ տարբերակներ չկան։ Մի անհանգստացի, ես քեզ հիմա կփրկեմ։ Ախպեր չեմ ուզում։ Հերո գնա ես քիչն եմ։ Ծառայության դիմաց։ Փոշմանել եմ։ Մենք խզում ենք պայմանագիրը։ Գոր թող։ Դավ։ Զեյնետ։ Կաղում ես։ Հա, Այս վատառով չես։ հա։ Այս ամեն ինչը սերտ կապված է գորի բացակայության հետ։ Արմեն ջան, լավ էլի։ Լավ առիթով ենք հավաքվել։ Ինձ թվում է անարդար է, որովհետև գորն էլ ա մեր ընկերը։ Միևնույն է, հիմա մտավոր աշխատանք ենք անելու։ Բարև ձեզ։ Դավիթ, ինչի՞ չէիր ասել, որ հյուրեր ենք ունենալու։ Ծանոթացեք, ընկերներս են։ Գիտունիկ Աննա, Լրակյաց Մարիա ու պարոն Արմեն։ Բարև ձեզ։ Ծանոթացեք, Սենսե Յոնիկ։ Սուպեր հերոսների թիմ եք, էլի։ Բա 5-րդն ուրա։ Ինչ 5-րդ։ Չկա 5-րդ, ոչ մի 5-րդ։ Այս մեղուներով մագաղատն ուզում էինք հասկանայինք, այն էլ չստացվեց։ Դուր տեսնեմ։ Հայաստանի տարածքում գտնվող տեղանուններ, որոնք կապվում են մեղուների հետ։ Մեղրի, Մեղրաձոր, Մեղրահովիտ, Մեղրագետ, Մեղրաձորի կիրճ։ Իսկ Հայաստանի տարածքում գտնվելը պարտադիր պայման է։ Տեսեք, այս նկարի մեղուների դիրքը շատ նման է մեղուների պարին։ Հավաքական ինտելեկտը ուսումնասիրելու ժամանակ մեղուների հետ կապված մի հատ շատ լավ օրինակ կար։
Այդտեղից էլ մոտս տպավորվել է։ Հետախույզ մեղուն հավաքող մեղուներին ցույց է տալիս ծաղիկների տեղը ու ամեն մի շարժում կոնկրետ ուղղությունը ու թռիչքի տևողություն։ Հա, բայց չեմ կարծում, որ այստեղից պետք է հաշվենք։ Նախ պետք է հաշվենք մեղոերենով։ Դուք մեկնարկի կետը գտեք։ Այս նախշը հոսող ջրի կամ գետի է նման։ Մեղրագետ կա։ Դե պետք է ակունքից հաշվենք։ Ես ինչ անում։ Արհեստական բանականությունը հրահանգավորում է, որ մեղուերենով կարդա մագաղաթի վրայի գրված բառը ու ակունքից հաշված մեզ կոորդինատներ տա։ Ես գնացի։ Սպասի, մենք էլ ենք գալիս։ Ուր եք գնում։ Մենք քեզ օգնեցինք, մնացածն էլ ինքը տարա։ Գորին ասա կգա կօգնի։ Դավիթ, ես լավ ընկերներ ունես։ Դե լավ է, դաբաճաններ։ Չէ, ինչի ես այդպես ասում։ Իրենք մեզ օգնեցին։ Մի քիչ ինքնուրույն եղի, հա։ Չգիտեմ, ոչ մի բան չի ստացվում, ոչ մեկին պետք չէ։ Տենց մի ասա, ես հետդ եմ, չէ։ Ես քեզ պետք եմ, որ ուսումնասիրես։ Պատասխանի։ Հան, Օգնեցեք! Օգնեցեք! Իմացի գալիս եմ։ Մոտ չգաս։ Մոտ չգաս ասեցի։ Բա հոչ ես մնալու հետ։ Հոսում։ Դու էլ մի խոսա։ Սխալ կոորդինատներ եք տվել, անունը դրել եք օգնել։ Այն Մարիան ուրա։ Հա, հասկացա։ Լավ Մարիա ջան, դե արի։ Լավ։ Մարիան սխալ տեղ էր գնացել, հեսա կգա։ Աննա, այդտեղ մեկ անգամյա օգտագործման ձեռնոց կա, ասեցի հակի։ Լավ, կոնե վերջում սպիրտով կախտահանես ձեռքերդ։ Ես գիտեի, որ դու ինձ զնզվում ես, բայց որ ես աստիճան չի պատկերացնում։ Դիմացինին օգնելուց նախ պետքա ինքդ պաշտպանվես հավանական վտանգից։ Դե քեզից ոնց պաշտպանվենք։ Այ անշնորհակալ, ինքը քեզ փրկելու փոսից հանել, հա։ Դու դեռ բողոքում ես։ Ինչի ինձ սխալ տեղ ուղարկեցիք։ Դավիթ ջան, մենք ենք քեզ սխալ տեղ ուղարկել, թե դու չես գտել։ Ինչ գտել եմ, այն էլ փորել եմ։ Էս իմ գտած կոորդինատներով եք այստեղ եկել։ Այո։ Երևի արտագրելից ինչ-որ բան սխալվել է։ Հիմա կարանք գնանք ճիշտ կոորդինատներով գտնենք։ Գտած է։ Մոտը տա։ Չէ։ Հավաքվել ենք մենք ընկերներով, ընտրում ենք արկածներ, Սիրում ենք մենք հաղթահարել տարբեր փորձություններ։ Մարիա, Աննա, Արմեն ու Գոտ, տևում ենք քարտեզին, Գնում ենք մենք ճամփաներով, որ հասնենք նպատակին։ թող մանկությունը մեր ակտիվ հերթանքը լինի, անցնենք փորձությունը ճասով հետքերով արկածների հետքերով, անցնենք փորձությունը ճասով հետքերով